Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծանր բաժանությունից հետո երգչուհի Անի Օհանյանը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և շարունակում է իր կյանքն ու գործունեությունը այնտեղ։ Անին ԱՄՆ-ից հեռացել է դստեր փոքրիկ Էվայի հետ։ Եվ մինչ երգիչ Անդրեն էլ շարունակում է իր գործունեությամբ զբաղվել ու անձնական հրապարակումներով կիսվել սոցիալական հարթակներում, Անին նոր լուսանկարով է կիսվել ու հայտնել, որ չի դադարում աշխատել ու նոր համերգային ծրագրով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում։ Սա իրոք որ ուրախացրել է երգչուհու երկրպագուներին։ Նրանք ուրախ են լսել սիրելի երգչուհուն և նաև ուրախ են նրա համար, որ Անին կարողացել է հաղթահարել ծանր բաժանումը։ Նշել նաև, որ Անիի նմանօրինակ հրապարակումները հատկապես շատանում են այն ժամանակ, երբ Անդրեն որևէ հայտարարություն կամ էլ գրառում է անում։ Օրինակ, երբ հեռարձակվեց Հայ Սուպերստար 6-ի հերթական գալա համերգը, մասնակիցներից մեկի ելույթի ընթացքում, երբ Արեգ Գալստյանը կատարեց կարոտ երգը, Անդրեն իր խոսքում նշեց հետևյալը. «Կարոտներս շարժեցիր, Արեգ, շատ եմ կարոտել իմ աղջկան, և այս երգն ինձ տակն ու վրա էր անում, բայց ես չպիտի հուզվեմ, ես պիտի հուզեմ», նշել էր Անդրեն, որին էլ հաջորդել էր Անիի հենց այս հրապարակումը։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Անի Օհանյանն իր սոցիալական էջերում գրառում կատարեց, որով էլ հաստատեց իր և Անդրեի ամուսնալուծությունը։ Ինչպես երևում է, ամուսնալուծության մանրամասներն այդքան էլ հաճելի չեն, քանի որ Անդրեին Անին մեղադրում է բռնության մեջ։ Երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ 2024 թվականի տարեվերջին մամուլում Star News-ն առաջինն էր հրապարակում արել այն մասին, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը գրառում կատարեց, որում թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է հենց նրա մասին։ Անին գրել էր հետևյալը. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա ու կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն, այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Ինստագրամյան իր էջում գրել էր երգչուհին։ Իսկ մենք հավելենք նաև, որ վերջին ամիսների ընթացքում զույգը սկսել է դստեր մասնակցությամբ բացառիկ հրապարակումներ անել սոցիալական հարթակներում։ Դրանք հաջորդում են մեկը մյուսին։ Եթե մի օր Անդրեն որևէ լուսանկար կամ տեսանյութ է հրապարակում, դրան անպայման հաջորդում է Անիի ջերմ հրապարակումը դստեր մասնակցությամբ։
Մեկ, Երկու, երեք, չորս, 5, 5, 7, 8, 10, 10, 10. Սիրունիկ նախշուն կակալի, Ինչ է Եվա, շիշի, ապրես Ինչ է Եվա, այի, դարի, ապրես Ինչ է մամա, Don't mean nothing if it ain't got that swing. Do up, do up, do up, do up, do up, do up, do up. Step it up, dub it up, dub. apple, Can you find B. the animal that makes this sound? apple, B, ball, C, car, ապրես, D, Էս ինչ է, dog, ապրես, Եվա Իսկ այժմ ներկայացնում ենք Անիի գրառումը։ Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն, այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու է, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս ու ոչ թե խավար։ Instagram-յան իր էջում գրել էր Անի Օհանյանը։